մի մտածիր, ձեռքդ խփիր սեղանին ու ասա, որ այլ չես վախենում, որոշում կայացրա այլևս չվախենալու։ Այս արտահայտությունները ոչ միայն չեն օգնում, այլ նաև շատ հաճախ խանգարում են, ավելի ուժեղացնում, որովհետև դիմադրություն են ստեղծում։ Ոնց է աշխատում սա։ Երբ մենք սկսում ենք դիմադրել, ինքը ավելի գրոհում է։ Ամիգդալայի փուլում գտնվող մարդը, երբ որ իր հուզականությունը բավականին բարձր է, փաստարկել, վիճել կամ հակառակը ապացուցել գրեթե անհնարին է։ Այստեղ պետք է ցույց տալ մարդուն, որ այն զգացումները, ինչը որ դու զգում ես, ընդունելի է, որ դու ունես հիմա այդ տագնապը, հասկանալի է, ես քո կողքին եմ, ես քեզ փորձում եմ օգնել, ընդունում եմ քո ցավը, ընդունում եմ քո վիճակը, բայց անմիջապես մարդուն, եթե ընկերներն են ասում օրինակ, թող թարգի հերիք է, դադարացրու, չկա այդպիսի բան, իր մոտ կարծես այն էֆեկտն է առաջանում, ինչքան այդ բառերը ուժեղ են ասվում, այնքան միևնույն է ինքը փորձելու է դրա հակափաստարկը, ապացուցելու, որ չէ, միևնույն է կա այդ վտանգը իմն է, ուր որը իմ հետ կատարվելու է։ Այսինքն այդ ճանապարհը ամենասխալ ճանապարհն է, եւ հոգեթերապիայում գնացող ճանապարհը բացարձակ կապ չունի այդ ճանապարհի հետ։ Մենք հասկացման, ընդունման, գիտակցման ճանապարհով գնում ենք գտնելու պատճառները եւ հույզերը թույլատնելու ճանապարհով նոր գնում ենք ավելի կոգնիտիվ փաստարկմանը, կոգնիտիվ վերաձևակերպմանը եւ վերաիմաստավորմանը այն ինչ որ մարդու հետ տեղի ունենում, որը որ բավականին բարդ է եւ երկարատև ճանապարհ է։